հաղորդման գլխավոր գործընկեր Վանարդի ընկերություն, գործընկեր Միլա խնամքի տուն, գործընկեր Level 8 հանգստի գոտի։ Չգիտեմ, եկել եմ, բայց չգիտեմ ճիշտ եմ արել թե չէ։ Քանի տարեկան է ձեր երեխան? 37։ Ես տալիս եմ մի քանի առաջարկներ, օրինակ մինչև 10։ Մենք սովոր ենք միջնորդավորված ամուսնություններին։ Մենք ամուսնացրել ենք, բայց տղան կամ աղջիկը իրենք մինչև հիմա տեղյակ չեն։ Եթե մինչ այսօր նա չի ամուսնացել, ուրեմն իր համար էլ է դա ցավոտ թեմա։ Այո, ես ունեմ շահ, որ այդ ընտանիքը կայանա։ Գիտես, երեկում եմ տեսել։ Ում։ Նա հիմա արի բացատրի։ Անցյալ տարի այս ժամանակը հունվար ամիսն էր, ամենայն դեպս մի հարսանյաց հանդիսություն էինք ես ու դու անցկացնում։ Love story-ն հիշի, որ մենք կազմել էինք Հարսնոփեսան պատմեցին, որ իրենց ընկերներից տղայի ընկերներից մեկն է ծանոթացրել զույգին։ Սիրուն զույգը։ Սիրուն բոյով գեղեցիկ սլացիկ զույգ էր։ Ես հիշում նաև եմ պահ, որ դալիճում էլ ասացինք, այ ողջունենք ընկերոջը, ով կարծես մեղավորն է այս զույգի ծանոթության։ Ահա։ Հարցը փորձ երկար չարեցի, բայց ուզում էի հասկանալ արդյոք ոնց է ապրում եւ ոնց է նրանք վերաբերվում այդ ընկերոջը, որ այդքան գովացի։ Ուզում եմ իմանալ ընկերը ամուսնացել թե ոչ եւ ընկերոջով է ծանոթացել։ Կարելի էր, ինչու՞ չէ։ Հետաքրքիր կլիներ իմանալ, օրինակ միգուցե ընկերոջն էլ է մեկը ծանոթացրել։ Միգուցե։ Իսկ այ առհասարակ ինչպես է վերաբերում նմանատիպ միություններին, երբ ինչ որ մեկը ծանոթացել է։ Ինչ որ մեկի միջնորդությամբ լավ գիտես, ինֆորմացված է անձը լինում, ինչու՞ չէ, տեղեկացված է լինում, դե հետո ինքն է ընտրում ամեն դեպքում, հո անձը չի ստիպում ասում։ Ասել է ամուսնացի։ Սերը միջնորդությամբ։ Դիմավորենք մեր այսօրվա առաջին հյուրին։ Սիրով ուզում ենք ողջունել մեր այսօրվա առաջին հյուրին, երջանկության գաղտնիքը ամուսնական գործակալության հիմնադիր Իլոնա Բաղիշյանին, ասում ենք բարի գալուստ։ Ողջույն։ Սիրելի տիկին Իլոնա, այ հետաքրքիր է, ինչպես առաջացավ գաղափարը ստեղծել նման գործակալություն եւ միացնել սիրող սրտերը։ Լավ հարց է, հաշվի առնելով, որ ես ընդհանրապես այդ բնակավարի հետ կապ չունեմ, по большому счету, չեմ ունեցել, որովհետեւ ես մաթեմատիկ եմ առաջի մասնագիտությամբ։ Այո, ընդ որում գերազանց եմ ինստիտուտը ավարտել, իսկ երկրորդ մասնագիտությամբ ես հոգեբան եմ։ Իսկ գաղափարը ես նույնիսկ չգիտեմ, երևի դեռ ուսանող ժամանակներս մենք ես փորձում էի մեր ծանոթներին, մեր կուրսեցիներին ծանոթացնում եմ, չգիտեմ ինչու իրանք գալիս են կիսվում են միշտ իմ հետ հենց անձնական կյանքի պահով։ Ու միջև հիմա նույնիսկ ունենք զույգեր, որոնք մենք ես ծանոթացրել եմ դեռ ինստիտուտի ժամանակները, իրանք հիմա ամուսնացած են, արդեն 3 երեխաներ ունեն, շատ հաջող, մի զույգը 3 երեխա, մյուսը 2, այնպես որ շատ հաջող ամուսնություն է իրանց մոտ։ Իսկ հետո որ արդեն ես ինքս ամուսնացա, մենք արդեն սկսեցինք ամուսնուս ընկերներին ու ինձ պատրուշկաներին ծանոթացնել։ Իլոնա, կներեք, դուք ամուսնացաք նոր բացեցիք գործակալությունը, այն ժամանակ երբ օգնում եք ձեր ընկերներին, չունեիք գործակալություն։ Եվ ասենք նաև որ դուք միակն եք Հայաստանում որպես ամուսնական գործակալություն եւ որ արդեն գոյություն ունի մոտ 15 տարուց ավել։ Այո, մեր գործակալությունը միակն է եւ ավելին ասեմ, տերմինը ամուսնական գործակալությունը մենք ենք ամուսնուս հետ միասին թարգմանեցինք, եղել են մի քանի վերսիաներ, հա, նո, marriage agency անգլերեն, չէ, ռուսերեն брачное агентство, իսկ ինչպես կլինի հայերեն, չկար այդպիսի բան։ Մենք ասում ենք, մտածում ենք այդ ամուսնության գործակալություն, թե ամուսնական գործակալություն, վերջի կանգնեցին այդ հենց այդ ամուսնական գործակալություն։ Իսկ ինչու երջանկության գաղտնիքը։ Ну, ես ռուսախոս եմ, secret счастья։ Օրինակ մեր այսօրվա խորագիրը սերը միջնորդությամբ։ Ձեր միջնորդությամբ։ Այո, ինչու՞ չէ։ Միջնորդը ես եմ։ Ես հիշում եմ նման շատ խորհրդային շրջանում դեռևս շատ գեղեցիկ մի ֆիլմ կար, կարծում եմ մեր սերնդակիցները կհիշեն, մանավանդ մեր հայրենակից հիանալի դերասան Մերմ Կրչյանը, այնտեղ որ խոսում է яичницу, яичницу։ Утром яичница։ Դասական ֆիլմ, այո։ Խորհրդային շրջան վերադառնալով պետք է այ ձեզ հետևյալ հարց ուղղեմ, արդյոք այսպես ասենք, սովետի մարդիկ, այս բառով, հա,
հակված են ձեզ դիմելու եւ հակված են արդյոք իրենց սրտի կեսին, երկրորդ կեսին, եթե այդպես կարելի ասել, լավագույն կեսին գտնել նման կերպ, ոչ թե պատահական, այլ միջնորդությամբ։ Դե ընդհանրապես ասեմ ձեզ, մեզ դիմում են տարբեր տարիքի մարդիկ։ Հա։ Հենց մեր ֆունկցիան նրանում է, որ մենք ծանոթացնում ենք մարդկանց ոչ միայն երիտասարդներին, այլ նաև ավելի հասուն տարիքի, ձեր ասած սովետի տարիքի։ Խորհրդային, հա, խորհրդային, այո, որտեվ հավատացեք, որ եւ երիտասարդների մոտ է հիմա այդ նույն բարդ խնդիր է դա, իմիջիայից ասեմ։ Խնդիր է, այո։ Լուրջ, սա լուրջ խնդիր է եւ երիտասարդների մոտ եւ այդ ավելի հասուն տարիքի մարդկանց մոտ, որովհետեւ որտեղ ծանոթանան, լավ, ասենք առաջ ենթադրենք ինչ որ ոնց են ծանոթանում, ինչ որ մեկը մյուսին ծանոթացնում էր հարևան, բարեկամ, թեկուզ կուրսեցի, ինչպես ես ասում եմ։ Հիմա նման բան արդեն չկա, որովհետեւ հիմա ավելի մարդիկ խուսափում են ծանոթացնել հարևանները, նույնիսկ բարեկամները, այնքան հարցնում են, ասում են ես գործ չունեմ, ես վախենում եմ շարերից։ Այսպեսի բան է, շար գործ է, ավելի շատ է այսպես ֆոլկլորային տարբերակով։ Այո, եւ վախենում են իհարկե շար ձեր ասած շար, բայց մյուս կողմից որտեղ ծանոթանան, լավ, եթե աշխատանքի վայրում չես, այո, աշխատանքի վայրում մեկը ծանոթության կայքերն են, ուրիշ Այսօր 21-րդ դար կա համացանց, Տիկին Իլոնա, եւ մարդիկ այսօր ունեն լայն հնարավորություն ծանոթության կայքերի, բայց միթե մարդ այսօր համացանցը կանջատի եւ կգա ձեր գրասենյակ եւ կասի խնդրում օգնեք ինձ։ Պատկերացրեք, որ ինձ մոտ այնքան գալիս են ու ասում են մենք խի ենք մենք օգտվել այդ ցանցերից։ Իհարկե ես չեմ ընդհանրացնում, բայց մեծամասնությունը բավական վատ փորձ են ձեռք բերել այդ համացանցերում, որովհետև ինֆորմացիա շենին։ Այո, որովհետև երբեք չգիտես ով է քո այդ շփում, հա, այս պայդրությամբ։ Կամ նկարը իրական է թե ոչ, ֆիլտրով է թե ոչ։ Նույնիսկ սերը իրական է թե ոչ, արդեն հիմա Էլ չենք ասում ամուսնալուծված է, թե ամուսնացած է տվյալ մարդը։ Գիտեք ինչքան իմ մոտ մի անգամ աղջիկ եկել, ասում էր, ես 3 ամիս շփվել եմ մի տղա մարդու հետ, որը պարզվեց, որ ինքը ամուսնացած էր։ Իսկ ես դա չգիտեի։ Բավական երկար ու ասում էր, շատ լուրջ էր մեր մոտ, ասում էր ամեն ինչը։ Պատկերացնում եք, ու ինքը տենց եկավ, ասեց, խնդրում եմ, ել հանկարծ տենց բան ստեղ չլինի, ասի դա բացառվում է մեզ մոտ, դա բացառվում է, քանի որ մեր այցելուները բոլոր փաստաթղթերը ստուգվում են, то есть անձնագրով են գալիս, նախ հետո մենք զրուցում ենք իրար հետ, հա։ Հետո բացի դրանից 10 այդ մեր բոլոր տարիների ընթացքում չի եղել, հավատացեք, որ չի եղել։ Այսինքն ստել անհնար է, եթե մարդը եկավ ձեզ մոտ, իսկ ինչպես է ես ուզում եմ հիմա գտնել իմ երկրորդ կեսին, գալիս եմ ինչպես եմ իմ հայտը թողնում ձեզ մոտ։ Ինչ է իմ նկարները, տվյալները, ինչպես է կանում։ Նայեք, նախ ասեմ, որ մենք ունենք կայք, հա, որը յուրահատուկ կայք է, որովհետև ինքը փակ է իր էությամբ։ Այսինքն ինչ է նշանակում փակ կայք է։ Յուրաքանչյուր անձը, որը որ ուզում է գրանցվի մեր կայքում, ինքը գրանցվում է, բայց իր գրանցումը ոչ մեկ չի տեսնում բացի ինձանից։ Այսինքն այդ անկետան երևալու է մենակ ինձ մոտ։ Ահա, կոնֆիդենցիալ, այո, ինֆորմացիան։ Կոնֆիդենցիալությունը պահպանում ենք ու երևի դա է, հենց այդ մեր կոնֆիդենցիալ աշխատանքները, հենց դա է, հենց գրավականն է, որ մենք այսքան տարիներ կարողացանք աշխատենք, հա, Հայաստանում, որը որ հանդիսանում է, գիտեք, այդքան sense tradition է, ինչպես են հայերեն ասում, ավանդական, այո, երկիր է, եւ երբ որ մենք 2009 թվականին ուզում ենք բացենք, որոշել ենք բացենք մեր գործակալությունը, մեզ ծանոթները ասում են չբացեք, ոչ մեկը չի գալու, մենք ձեզ հաստատ ենք ասում, կամա չեն, չէ, բայց գալիս են, չէ, փաստորեն ստացվում։ Ուրեմն, քանի որ մենք կոնֆիդենցիալ ենք աշխատում, то есть յուրաքանչյուր այցելուին մենք ժամ ենք նշանակում։ Ահա թե։ Բացի, то есть այդ բան, երբ որ հաճախորդը գալիս է մեզ մոտ դիմողը, լինելու եմ ես, մենք ենք երկուսով զրուցելու, հա, այնպես որ ու обстановкան շատ sense располагающая, հա, ինչ որ լարվածություն բան չի լինելու։ Նույնիսկ մեր մոտ երբեմն գալիս են ասում են, չգիտեմ, եկել եմ, բայց չգիտեմ ճիշտ եմ արել թե չէ։ Ու հետո որ մենք սկսում ենք զրուցել, բան sense, արդեն գնալուց ասում եմ, ինչ լավ է որ եկել եմ։ Ու նույնիսկ մենք որ նկարում ենք, իդեպ ասեմ, մեր մոտ նկարում ենք, հա, նո եթե լավ նկարներ ենթադրենք չի տրամադրել մեզ, դա մեր հաճախորդը, ապա մենք նկարում ենք։ Նկարելու ժամանակ sense բոլորը sense լավ լայն ժպիտով, բան sense շատ բան sense թեթև, բան, ուզում եմ ասեմ, իրոք մեր աշխատանքը իսկ հատկապես որ արդեն արդյունք է լինում, то есть երբ որ իրանք ամուսնանում են, չեք պատկերացնում դա, երբ որ իրանք գալիս են արդեն մեր մոտ զույգով, արդեն
շնորհակալություն։ Ձեզ հարսանիք կանչում են գոնե։ Այս դա ուզում շնորհակալություն հայտնելու գալիս են աչքերը փայլուն բան, հարսանիքին էլ հրավիրում են, բայց առաջ ավելի հաճախ են հրավիրում։ Հիմա գործը կատարեցիր վերջ, արդեն։ Չէ, գալիս են շնորհակալություն բան հայտնելու, չէ։ Բոմբոն երկային բերում։ Բան, երկա կոնյակ, արդեն ինձ ճիշտ է շատ ճանաչում են, եւ եթե ես հարսանիքին ներկա եմ լինում, արդեն ստացվում է, որ ես եմ այստեղ միջնորդը եղել, իսկ քանի որ չեն ուզում հիմնականում, որ դա ինչու չեն ուզում։ Չի լինի։ Այստեղ մեզ մոտ տրվում է ընտրելու հնարավորություն։ Այսինքն ես չեմ ընտրում։ Այսինքն դուք ներկայացնում եք մի քանի անձ։ Այդ ընտրողն, այո, ընտրում է այն անձը, որը որ գալիս է մեզ։ Քանի տարբերակ եք առաջարկում։ Շատ։ Օրինակ նայեք, ենթադրենք մեր մոտ սկզբից ընտրում է տղամարդը, ասենց բոլորս վատ են աղջիկները զգում, բայց սա որպես հայկական ավանդական երևույթն է, մոդել է, այո, ես կարծում եմ դա նորմալ է։ Իրապես չհասկացա ինչպես ընտրում եք։ Ուրեմն նայեք ոնց է։ Սկզբից մենք տղամարդուն ուղարկում ենք email-ի վրա, իմիջիայից ասեմ, մենք կոնֆիդենցիալ ենք աշխատում, այսինքն անձնական email-ի վրա ուղարկում ենք աղջիկներին։ Դուք ունեք բազա, տղամարդական։ Աղջիկների ոչ միայն նկարները, այլ նաև պրոֆայլը պատրաստած, որը իրական է, իդեպ, կուզենայի շեշտեի դա, որ այնտեղ ամբողջ ինֆորմացիան իրական է, նկարները իրական են, առանց որևէ ֆիլտրերի, առանց չգիտեմ ինչ-որ բան դզել փչելու, հա։ Այնպես որ Լավ, տղամարդը ընտրեց, ենթադրենք մի աղջկա։ Մեկը չի ընտրում։ Ես այստեղ առաջարկում եմ մի քանի տարբերակ ընտրելու, որովհետև հետո այդ մի քանի աղջիկներին մենք ներկայացնելու ենք արդեն այս տղամարդու։ Իսկ եթե իրենք չեն ընտրում, այդ տղամարդու ոչ մեկ չի ընտրում։ Ուրեմն իրանք չեն հանդիպելու բնական։ Առանց աղջկա համաձայնությանը ոչինչ չի արվում։ Այսինքն այստեղ նայեք, եթե խորանում ես ключевой դերը արդեն աղջիկն է խաղում։ То есть աղջիկը եթե համաձայնություն չի տալիս, ոնց որ կյանքում է, էլի ամեն դեպքում իբր տղամարդն է, բայց ի վերջո ընտրողը կինն է։ Հիմնական կրիտերիաները, հիմնական այսպես չափորոշիչները, որ տղամարդիկ, իդեպ հայ տղամարդկանց մասին է խոսքը, այսինքն հայերը հայերի հետ են, թե ուզում են որ լինի նաև օտար երկրներ։ Նայեք ոնց է, մեր ընդհանրապես մեր ամուսնական գործակալությունը հայկական է եւ պրինցիպը, որ ստեղծվեն հայկական ընտանիքներ, շատ լավ է։ Այո, եւ ունենք լիքը երեխաներ, որոնք, կստացի, մենք ունենք 500-ից խաչապահվածից։ Մենք ունենք 500-ից ավել արդեն զույգեր այս տարիների ընթացքում եւ մենք ունենք լիքը բալիկներ արդեն որ ծնվել են այդ ամուսնությունները։ Ձեր ծորնիկները։ Դեգինելոնա, այ նշեցիք 500-ից ավել ունեք այսպես, հա, բարի ավարտով գործակներ, ճակերտներոթը կարելի այսպես ասել, միթե այդ 500-ից հետո ոչ մեկ չի եկել եւ չի ասել ինձ մոտ ինչ որ բան չստացվեց եւ դրանում դուք եք մեղավոր։ Այդտենց դեպք եղել է թե ոչ, որ գան ձեզ մեղադրեն։ Չէ, նման բան չի եղել, բայց եղել է մի անգամ շատ շուտ մի զույգ, որոնք նշանվել են իրանք, նույնիսկ չեն ամուսնացել, ուղղակի նշանվել են, հետո այդ նշանը որոշեցին հետ տալ, ու երկուսով էլի նորից դիմեցին ինձ, ու հետո ես մի քանի անգամ կրկին փորձից, դուք պետք է մշտականի այդպես սերտիֆիկատ, աբոնեմենտ տայք։ Մեզ դիմում են կայացած մարդիկ։ Հետևաբար իրանք, այսինքն աշխատանք, կրթություն ունեցող մարդիկ, то есть լավ աշխատանք ունեցող։ Ովքեր ժամանակ էլ չունեն, հա երևի թե զբաղվելու այդ փնտրտուքով։ Այն մարդիկ, որոնք որ հենց իրենց կարիերայի, աշխատանքի պատճառով կամ ուսման պատճառով այդ պահը բաց են թողել, այդ անձնական պահը։ Ու դրա համար մեզ գալիս են, ես միշտ ասում եմ, մեզ մոտ գալիս են լավագույնները։ Իսկական։ Իսկ նյութապես ապահոված։ Նյութապես ապահոված մարդիկ, նյութապես ապահոված մարդիկ, որոնց մոտ այդ խնդիրը չկա, բայց իրանք բնական է, այստեղ այլ հարց է, եթե դու ինքդ կայացած ես, դու կուզենաս, որ քո կողքին նույնպես լինի կայացած մարդ։ То есть այստեղ չի շեշտվում աշխատավարձի չափը կամ ես չգիտեմ, ինչ որ դախոդի այդ բանը, էլի, հա։ Այն կինոյի պես ասում է աշխատավարձը ինչքան է, չէ՞, հայտնի ֆիլմում։ Երջանկության մեխանիկա։ Եկամուտ ունես, բանը, как կողմնակի եկամուտ ունես։ Հաճախ են արդյոք զարկ տալի արտաքինին, թե արտաքինը, բոյը, արտաքինը, հասակը, ավելի շատ տեղ են տալիս թե տղամարդիկ։ Այո, то есть ինչ չլինի, ինչպիսին չլինի, կամ հակառակ ինչպիսին կանանց միևնույնն է, կանանց համար միևնույնը չի, բայց տղամարդկանց համար դա համար մեկ։ Ինչ հետաքրքիր է, հա, փաստորեն առաջի չափորոշիչը, նենց որ ճիշտ են ասում, որ տղամարդիկ սիրում են աչքերով։
Այո, նեսօր առաջինը իրանք նայում են արտաքին տեստի, աղջկա արտաքին տեստին, որ ինքը լինի Այ կնշեք հետաքրքիր է, լինի ինչ, բոյով, շիկահեր, սպիտակամաշկ, այդպես Փառքաստուն ամեն մի տղամարդ իր ճաշակ ունի, այնպես որ դա կարևոր չի, ինչ մազերի գույնն է կամ ինչ-որ, բայց կան մի sense գծեր, որոնք որ շատերն են как бы թվարկում Օրինակ լինի ինքը սլացիկ կազմվածքով աղջիկա։ Ահա, իմացա։ То есть նիհարիկ բան տենց այդ արտաքինի տեր, то есть իհարկե դա չի նշանակում, որ եթե մի քիչ ավել քաշ ունես դու շանսեր չունես, բնական է ոչ, բայց թե ցանկալի է, то есть ընտրությունը քեզ ավելի շատ են հավանում, եթե դու ավելի սլացիկ կազմվածք ունես։ Հետաքրքիր է։ Դեգենելա, իսկ այդ տարիքային առումով ամենա երիտասարդով է եւ վերին շեմը որն է։ Ну, նայեք, աղջիկների եւ տղաների համար տարբեր է այդ շեմա։ Աղջիկներին մենք 24-25 տարեկանից գրանցում ենք։ Երբեմն գալիս են նույնիսկ մամաների հետ։ Մամաների հետ։ Շոկային բան եմ, չի ասում։ Ինչ եք Բայց հավատացեք, որ դա շատ աշխատող ձև է։ Բայց մայրիկին ինչու են բերում։ Մայրիկին դուք մոռանում եք, որ մենք բոլորս հայ ենք, ու մամաները դուք չեք պատճառում։ Երբեմն երեխա եմ ասում, դու արդեն հասուն երեխա ինքը կարող է դեռ այդ ուղղությամբ չի մտածում, բայց մամաները արդեն այդ ուղղությամբ Գուցե ստիպելով են բերել մամաները։ Չէ, նման բան չկա, ստիպելով չէ։ Բայց սկզբից օրինակ կարա մայրը զանգի, ենթադրենք, ասի օրինակ իմ տղաս 35 տարեկան է, 36, նո աշխատանքում աշխատում, բան ժամանակ չունի ամուսնանալու, ինչ, ոչ թե ամուսնանալու, այլ փնտրելու աղջիկ, լավ։ Մայրը։ Այո, մայրը, այո։ Եվ մայրը 35 տարեկան տղամարդու հետ գալիս է ձեզ մոտ։ Չէ, մայրը հիմնականում այդ 24-25 տարեկան աղջիկների մասին է ասում։ Իսկ մայրը երբեմն ինքը մայրը գա առանց տղայի ու ինքը գրանցի տղային մեզ մոտ Բայց շատ գովելի է, որովհետև մենք նման կարծիք ենք ունեցել մեր հաղորդման շրջանակներում, որ կան մայրեր, ովքեր մեղավոր են իրենց տղաների ամուրի մնալու մեջ, որովհետև շատերը էգոիստաբար են օրինակ մոտենում, հա, այսպեսի։ Իհարկե մենք այդքան էլ համակարծիք չենք, բայց իսկ սա շատ գովելի է, երբ մայրը ինքն է խրախուսում, որ մամաները հակառակ ասում են, ես գիշերները չեմ քնում, երեխես։ Բայց տղայի գիտությամբ է գալիս մայրը, տղան գիտի։ Տղան այդ պահին դեռ չգիտի։ Բա հետո ինչպես է այդ ամենը։ Մենք ունենք զույգեր, որ մենք ամուսնացրել ենք, բայց տղան կամ աղջիկը իրենք մինչև հիմա տեղյակ չեն, իրանք շատ հաջող ամուսնացած են, տեղյակ չեն, որ գործակալության միջոցով են։ Մինչև վերջ էլ չեն իմացել։ Չէ։ Այդ դեպքում ոնց է կապի դուրս եկել այդ աղջիկը այդ տղայի հետ։ Շատ հետաքրքիր թեմա է։ Ուրեմն շատ լավ է դա, այդ, կստати, այդ բանը աշխատավոճը ընթացքում եղավ։ То есть սկզբից բնականը միայն գալիս են այն մարդիկ, որոնք կոնկրետ միտք ունեն ամուսնանալու։ Իսկ հետո արդեն ընթացքում մամաներն են սկսել զանգահարել, ընդ որում եւ աղջիկների եւ տղաների եւ անհանգստացած են, քանի որ իրենց երեխան լավագույն է ըստ իրենց ու իրոք հետո որ տեսնում եք տվյալները, նկարները, իրոք լավն է, թե արտակնապես, թե կրթվածության աստիճան, բայց ինքը իրոք այդ ուղղությամբ չի մտածում արդյոք։ Մտածում է աշխատանքի եւ կարիերայի մասին։ Կամ չի ստացվում։ Ինչ պատճառներով չունի, ուղղակի իրոք ժամանակ չի հանդիպում։ Ես խոմ չեմ նստել սոցցանցերում, ես ժամանակ չունեմ նստելու։ Պատճառացեք այդպես։ Հիմա, բայց ուզում եմ ամուսնանալ, բայց չգիտի ոնց, լավ։ Մաման այդ դեպքում նայեք, մենք ինչպես ենք ստրատեգիան ինչպեսին է։ Մենք ուղարկում ենք մաման արդեն մոտարապես գիտի տղայի կամ աղջկա ճաշակը։ Ինքը ասում է, հա, ինքը սիրում է սենց աղջիկ կամ սենց բան։ Մենք ուրեմն ներկայացնում ենք մի քանի տարբերակ մամաներին, ասում են, այս աղջիկը իմ տղային հաստատ դու։ Մամաները հիմնականում ինչ են ասում։ Տանու աղջիկներին։ Լավն են մեր հայ մամաները, իսկական շատ լավն են, շատ սրտացավ, շատ նվիրված, չեք պատկերացնում։ Իրոք ու մինչև վերջ իրանք ամեն ձևով աշխատում են, որ երեխան երջանիկ լինի, բայց չի խառնվում։ Իսկ իմ համենայնպես իմ տեսած կանայք մամաներ, հա, որոնք դիմել են մեզ, իրոք այդպիսին են։ Նենց որ նայեք, ներկայացնում է այդ աղջկա նկարը, ենթադրենք իր տղային։ Տղան ասում է, հա, լավ աղջիկ է, բան տղա ջան, արի մենք այս աղջկանից էլ հարցնենք, դա բնական աղջկա տվյալներն էլ ենք ասում, տարիքը, բոյը, կրթությունը, ինչով է զբաղվում եւ այլն։ Այդ ամեն ինչը ներկայացվում է մամայի կողմից, ներկայացվում է իր տղային։ Տղան, եթե ասում է, այո, ուզում եմ աղջկա ծանոթանալ, այդ դեպքում մենք աղջկան հարցնում ենք նույնպես, то есть աղջկան ուղարկում ենք տղային պրոֆայլը, նկարներով հանդերձ։
Ու այստեղ միայն sensory մարկա պետք է լինի, որ իրանց զգուշացնում ենք, որ գործակալության անունը չենք տալիս։ То есть ինքը չպետք է ժամադրության ժամանակ, հանդիպման ժամանակ գործակալության անունը տա։ Այսինքն ինչ, մաման ասում է իմ ծանոթի ծանոթն է այս աղջիկը։ Հասկանու՞մ, ընդհանրապես, բայց սուտ չի ասում։ Հասկանու՞մ, ես իր ծանոթն եմ։ Դուք եք ծանոթ։ Այդ աղջիկներն իմ ծանոթն են։ Всё, ծանոթ։ Դուք ծանոթ եք, բայց սովորաբար ոնց որ եւ լինում է հաճախ, չէ, ծանոթին ասում են՝ մի լավ աղջիկ ունեմ, մի լավ տղա ճանաչում ես, բեր ծանոթացնեք։ Այստեղ ես չեմ ընտրում, կամ մաման չի ընտրում այս բարագայում։ Ընտրողը հենց տվյալ տղամարդն է, կամ ընտրողը տվյալ աղջիկն է։ Այնպես որ դա հաշվի արեք, որ մեր ամուսնական գործակալությունում ընտրում եք էլի դուք։ Ցույց եք տալիս, ներկայացնում եք ընտրության հնարավորությունը։ Իսկ նույն բանն ինչ տարբերություն դու աշխատավայրում տեսար այդ աղջկան, թե փողոցում, թե չգիտեմ, ընկերական շրջապատում։ Դուք եք ընկերական շրջապատը։ Եվ նաև ինձ հետաքրքրում է աշխարհագրությունը։ Այ հիմնական դիմողները ավելի շատ Երևանից են, թե մարզերից։ Նայեք, ընդհանրապես ես լավ հարց է, прям в точку вопрос։ Ես մարզերից չունեմ, քանի որ հարսնացուներ, հետևաբար մարզերից փեսացուներին ստիպված եմ չգրանցելու։ Մեզ դիմում են հիմնականում Երևանի աղջիկներ, եւ նույնիսկ եթե մարզերից աղջիկ դիմում է, ինքը նպատակը իր ամուսնանալ Երևան, ասենց ասեմ։ Դրա համար մենք մեզ դիմողները Երևանից են եւ նաեւ արտասահմանից, այո, արտասահմանի հայրը։ Կստати, այդ թեման ավելի լայն է, սփյուռքահայերի համար դա ավելի բարդ է, հա, ընտանիք կազմել իր ազգի ներկայացուցիչի հետ, հա, то есть որտեղ հայ գտնի ինքը ոչ հայ։ Երևի թե ավելի ընդլայնված եւ ավելի այսպես ծծուն տարբերակները հենց դրսից են, չէ՞, այո, աչքի ընկնում չեք պատճասում, ինչ լավ փեսացուներ են մեզ դիմում դրսից, չեք պատճասում, կայացած կրթված, sense նայում ես հիանալի ու իրանք ասում են մենք ուզում ենք անպայման հայկական ընտանիք ունենալ։ Խնդրում ենք մենակ հայ աղջիկ լինի։ Ամուսնալուծվածները շատ են։ Չէ, մեզ մոտ հիմնականում հավատացեք, որ մեզ դիմում են հիմնականում չամուսնացած մարդիկ։ Ավելի շատ չամուսնացած։ Ավելի շատ, հա, երբեք որոնք չեն եղել ամուսնացած ու ընդ որում տարիքային շեմը բավականին տարբեր է։ Նու աղջիկների պահով ես նշեցի, հա, 24-25 տարեկանից, տղաներինը մենք գրանցում ենք 32-ից 3-ից բարձր։ No, կհարցնեք ինչու, որովհետև այդ տարիքում իրանք ռեալ արդեն պատրաստ են ամուսնանալու, այլ ոչ թե ժամանակ անցկացնելու։ Իսկ եթե պապիկ տատիկներն են ուզում արդեն 60+ կազմեն իրենց ընտանիքը, մեր մոտ արդեն 60-անց մարդիկ, նո 60-ից 65 տարեկան, կանանց մոտարապես մինչև 60 տարեկան են գրանցում, տղամարդկանց մինչև 65 շեմա։ Ну, իհարկե, եթե իրանք առողջ են, հա, sense կյանքով լի մարդ։ Այսինքն 65 տարեկան տղամարդը ձգտում է ունենալ 60 տարեկան կինտինումը, որ նման կրիտերիներ։ Իսկ լինում է որ շատ մեծ տարիքային տարբերություն։ Ավելի երիտասարդ է նկատի ունեմ, ասենք 55-56։ Է շոկային եղել է, որ օրինակ մի 65 կամ 60 տարեկան տղամարդը 20-25 տարեկան։ Չէ, եթե տենց բան է, հեռախոսում եմ արդեն անջատում։ Հա, դուք անգամ հա, դա համարում եք նոնսենս եւ ոչ առաջի ֆիլտրացիան սկզբից լինում է հեռախոսով։ Երկրորդ ֆիլտրացիան արդեն մեր օֆիսում է։ Այսինքն մենք ոչ բոլորին են կարողանում օգնել։ Ինչպես կարելի է գրանցվել ձեզ մոտ, հատկապես Հայաստանից դուրս ապրողները, եւ կապը պահում եք արդյոք ձեր արդեն ընտանիք դարձած զույգերի հետ։ Նախ, ինչպես են արտասահմանից մեզ հետ կապ հաստատում, ուրեմն մենք ունենք կայք, որը կոչվում է armhappy.com։ Ինչպես ես նշել եմ, այդ կայքը փակ է, այսինքն մարդիկ կարող են հանդիստ գրանցվեն մեր այդ կայքում, հանդիստ նկարներ։ Դուք տալիս եք հատուկ գաղտնաբար, որպեսզի իրենք բացեն մտնեն, եթե փակ է։ Չէ, հանդիստ կարան, կայքը ինքը բաց է, կարան հանդիստ գրանցվեն։ Հասանելի է, բոլորին փակ է։ Տվյալների բազան։ Տվյալների բազան, այո, այնպես որ իրանց ինֆորմացիան ոչ միտեղ չի երևալու։ Հիմա դրանից հետո իրանց գրանցումից հետո ուրեմն գրանցում են մեր կայքում armhappy.com, հետո մենք ինքներս կապ ենք հաստատում իր հետ եւ հետագա քայլերը արդեն ներկայացնում ենք։ Այդպես եւ նաեւ բնական է կարելի է եթե Հայաստանից եք կարող եք նաեւ հեռախոսով զանգահարել մեզ հետ միշտ կապի։ Իսկ հետագա կապի մասին ոնց եք պահում։ Հետագա կապը լինելու է WhatsApp-ով։
Իսկ ինչ վերաբերում է մեր զույգերի, հա, այդ հարցն է տվեցիք, ուրեմն ասեմ, հատկապես նոր տարին, չգիտեմ ինչու, նոր տարին մեզ համար բանսից կապող օղակ է։ Ամեն նոր տարին իմ զույգերը, որոնք արդեն բալիկներ են ունեցել, բան, իրանք ինչ շնորհավորում են նոր տարի, տարվա մեջ մենք անգամ կամ միգուցե տոներին, մարտի 8-ին, ու բանա ուղարկում են հենց նոր տարվա իրենց նկարները ընտանիքով, հա, յոլիչկայի մոտ, բան, ասես շատ զույգեր ունեմ, այնպես որ մենք կապի մեջ ենք, ով որ արտասահմանում է, մենք այդպես ենք WhatsApp-ի միջոցով ենք կապի մեջ, այդ նկարներն ենք փոխանակում եւ այլն։ Մենք ունենք առաջարկություն հիմա ձեզ։ Առաջարկում ենք այս բան կապ հաստատել հեռախոսով զանգահարել կամ զույգերից մեկն ու մեկին, կամ ձեր ամենամոտ ընկերոջը, իսկ հարցը կուղենք մենք։ Այնց ամենամոտիկ անձնավորությունը իմ ամուսնուն։ Իդեպ մի փոքր էսպես պատմություն ինչպես եք դուք ծանոթացել ձեր ամուսնու հետ։ Այ եղել է միջնորդությամբ ամուսնությունը, թե պատահականություն է եղել։ Այո, իհարկե, նայեք, այդպես է ստացվել, որ մեզ էլ են փաստորեն ծանոթացրել, բայց ծանոթացրել են ոչ թե այնպես ամուսնության նպատակով, այլ մենք ունենք ընդհանուր ընկերներ, հա, իմ քեռու աղջիկա, իրանք միասին են աշխատում ամուսնուս հետ։ Ու այդպես իրանք կոլեկտիվով, ոնց որ այդպես գնացել ենք ինչ-որ քեֆի, հա, sense միջոցառմանը, եւ այնտեղ մենք ծանոթացանք։ Բարև ձեզ։ Ոնց ես, լավ ես։ Լավ, Էլոն ջան, դու ասա ոնց է գործել։ Արտուր ջան, մի հատ հարց ունեմ քեզ։ Ասա Էլոն ջան։ Եթե հիմա փախչես, ուր։ Եթե ինչ։ Եթե հիմա փախչես, ուր։ Ում ոցավտ։ Նես որ մենք առանց իրար չենք կարողանում։ Որտեղից։ Փախչեմ հիմա։ Յանքս արի երկուսով փախչենք։ Насвидание, короче, месяц. Скажи, дай знать, где ты, дай знать. Մեծ աչիկով ժամը տեղ ասա գամ։ Всё, Արտուր ջան, всё скажу, дорогой։ Շնորհակալ ենք, տեսնում եք առաջարկում ենք թեման քիչ անց մեր հյուրի հետ քննարկել արդեն հոգեբանական տեսանկյունից։ Հիմա որ Հետաքրքիր է, մարդը միջնորդ կարող է լինել։ Գինին վկա է, թե միջնորդ է երկու անձերի ծանոթության դեպքում։ Այ հանդիպեցին, չէ, երկու անձ։ Վկա է, ինչպես մեր բոլոր եթերային զրույցների, այդպես էլ ուրախ առիթների։ Բայց միջնորդել է։ Մկրտություն, ծնունդ, միշտ Վանարձին ձեր սրանին։ Վանարձին նաև միջնորդ է երկու նոր ծանոթացող, կազմավորվող, սեր կազմող սրտերի միջև։ Որովհետև տղան երբ հրավիրում է առաջին հանդիպման, անպայման ասում է գավաթ գինի պենք միասին, այսինչ վայրում։ Բացի դա, ասում է, լավագույն գինին բերեք, Վանարձի։ Վանարձի։ Նայր, Տիգրան, ընտանիքներ, ովքեր ուզում են լավ ժամանակ անցկացնեն, գտնում են նման վայր, գնում են այդ վայրը ընտանիքներով, շատ ընտանիքներ, ընկերական ընտանիքներ, ընկերներով, հասկացար, եւ ինչ եմ ուզում ասեմ, եւ այդ ընտանիքներից մեկում լինում է նա, աղջիկը, ընտանիքներից մյուսում լինում է նա, տղան, եւ պատահական զույգ ծաղիկներին այո, բայց պատահական չի լինում, միջնորդությամբ, այսինքն պայմանավորված են լինում, որպեսզի գնան ուր level 8 հանգստյան գոտի, որպեսզի հանգիստը տաքացվող լողավազանում, ամեն անհրաժեշտ պարագաներով, մեծ ընդարձակ սրահում, ոչ այնքան հեռու քաղաքից։ Դու տեսնում ես։ Արարածան 1։ Գնացեք level 8 եւ ծանոթացրեք ձեր երեխաներին։ Երկուսը մեկում չի, level 8-ում ոչ թե երկուսը մեկում, համ երեխաներն են ծանոթանում, համ լավ ժամանակ եք անցկացնում։ Հիանալի վայր է եւ ուտել խմելու, եւ ժամանց անցկացնելու, եւ եւ երեխաներին ծանոթացնելու։ Ամենակարևորը դա է։ Բայց գնալուց առաջ անպայման ամրագրեք օրը եւ ժամը զանգահարելով 098 53-51-30 level 8 Level 8 հիանալի վայր ամեն ինչի համար։ Մայրիկիդ ծանոթը ուզում է միջնորդի քեզ մի լավ տղայի։ Ծանոթացնի։ Ինքն էլ է գնում։ Տղայի հետ գնում է, որ մենակ չթողի, իբր պես կազմակերպում է, էլի։ Դրանից առաջ ինչ պետք է անի։ Աղջիկը եւ տղան։ Պետք է գնան գեղեցկության սրահ, ել ավելի գեղեցկանան, ի վերջո առաջին հանդիպումն է։ Տղան
կանայք։ Աղջկան ուղղորդի, ասի մեր տղայի հետ ես կգամ, բայց միջ այդ գնալու եմ Mila Beauty Home գեղեցկության սրահ, Միլայում ես գեղեցկանամ, քեզ էլ եմ խորհուրդ տալ, դու էլ գնա Mila Beauty Home-ում գեղեցկացի, հետո մեր տղայի հետ կպայմանավորվենք Mila Beauty Home-ի մոտ։ Իբր տղան եկել է վերցնելու մայրիկին կամ մայրիկի ծանոթին, դու էլ դուրս ես գալիս այնտեղից։ Ինչ լավ սցենարիստ կլինեմ, լսի։ Դու կարող ես սերիալ գրել։ Ես սերիալներ էլ կարող եմ գրել։ Գնում եք խնամիների տուն։ Բա մի գեղեցիկ սանրվածք չունենաք։ Եվ ոչ միայն սանրվածք, բա դիմահարդարում է։ Ամեն ինչ։ Բա մնացած ծառայությունները։ Mila Beauty Home-ը առաջարկում է լայնածավալ ծառայություններ, բարձրակարգ։ Դիմահարդարում ամեն ինչ, թափիչների լիցք, լամինացիա, այլ ինչ։ Mila Beauty մասին գիտեն շատ շատերը, ինչու, որովհետև նրանք օգտվում են, գոհ են եւ այստեղ միջնորդելու կարիք էլ չկա։ Հիշեք, հասցեն Մարգարյան 43 կոտորակ 50 հեռախոսահամար 091 033 433։ Մեր շատ Միլա սիրելի տուն։ Mila Beauty Home։ Մեզ միացավ մեր հաղորդման լավ բարեկամ, լավ մասնագետ, ընտանիքի հոգեբան Անի Բարսեղյանը, բարև ձեզ։ Ուրախ եք։ Սիրելի Անի ջան։ Անջան որպես հոգեբան չես դեպքում որպես կին, թույլ տվեք հարցնեմ, ինչպես եք դուք ծանոթացել։ Արդյոք միջնորդությամբ, թե եղել է պատահականություն ձեր հանդիպումը ամուսնու հետ։ Ես եւ ամուսինս եղել ենք նույն եկեղեցու, նույն համայնքի անդամ, որտեղ ամուսինս այսպես շատ խորագիտորեն երկար տարիներ ինձ հերվից զննել է, դիտել է, հետևել է, այո, վաղուց, այսինքն աչքի տակ ինձ ունեցել է, այսպես ասած, հետո մի անգամ կազմակերպել է, որ ընկերներով մեր տուն այցելեն, մեր ամառանոց եւ հիմա որ արդեն միասին ենք պատմում էր, որ ես այդտեղ ամեն ինչին ուշադրություն էի դարձնում, թե ինչպես ես դու մամայիդ հետ խոսում, ձեր տան մաքրությունը եւ այլն։ Այդպես, այսինքն շատ հաշվարկներով, հմտորեն զննելով, դիտելով համոզվել է, որ ես այն անձն եմ, ում կարելի է իսկապես ընտրել որպես կին, որպես երեխաների մայր, այդպես։ Քննությունը անցել է։ Անցել է։ Վերադառնանք մեր այսօրվա թեմային նսերը միջնորդությամբ։ Մարդ ով արդեն երկար տարիներ զբաղվում է փաստորեն այդ գործով եւ փորձում են համացնել իրար սրտերը։ Ինչն է պատճառը, որ այս շատ հաճախ այ քիչ առաջ Իլոնան էլ նշեց, որ խուսափում են, որպեսզի հրապարակվի այդ փաստը, որ մեզ ամուսնացրել է գործակալությունը, ինչ որ երրորդ անձ։ Մասնավորապես հայերը։ Նախ այս ամենը կարծում եմ նորություն չէ, նորություն է, որ սա հիմա կազմակերպություն է անում, բայց մենք հայերս, ինչպես շատ կոլեկտիվիստական մշակույթներ, չգիտեմ, հրեաներ, մուսուլմաններ, հնդիկներ, հայերս նույնպես մենք սովոր ենք միջնորդավորված ամուսնություններին, որովհետև մեր մշակույթում եւս միշտ ամուսնությունը դա եղել է սոցիալական գործընթաց, որտեղ դա ոչ թե երկու անձերի անձնական ընտրությունն է եղել, այլ այդ ընտրությունը կատարել է համայնքը, ազգը։ Մենք ունենք նաեւ Հայաստանում այսպես մշակույթ, խնամախոս, միջնորդ, այսինքն մենք միշտ էլ սովոր ենք եղել այդ ամենը։ Եթե բարեկամն է անում դա մի բան, բայց այստեղ չեն ուզում որ հնչի որ կազմակերպություն է, գործակալություն։ Այո, դժվարամարս բան է խոստովանել, որ դա անում է այսպես չեզոք մի համակարգ, մի ինստիտուտ, որը իմ բարեկամս չէ, չգիտեմ, հայրս չէ, քավորս չէ, հորեղբայրս չէ, քահանան չէ անգամ, այլ կազմակերպություն է, բայց ես կարծում եմ, որ մեր օրերում ցավով իհարկե դա պետք է նշեմ, եթե օրինակ հիմա մենք փողոցում հարցում կատարենք, վերջին շրջանում, չգիտեմ, մարդիկ երբ են ծանոթացել որևէ մեկի հետ, մանավանդ օրինակ եթե հարցը ուղենք Z սերունդի ներկայացուցիչներին, դրանք այն մինչև 90-ականները, 2000-ական երեխաներն են, որոնք իրենց կյանքը չեն պատկերացնում։ Թվային առանց այդ թվային այո պլանշետների։ Նրանք ասեն, որ դա եղել է շատ վաղ անցյալում կամ երբեք չի եղել այդ Z սերունդի մոտ, որովհետև այսօր մարդկանց օրինակ աշխատանքային օրը դա ամբողջ օրվա աշխատանքային օրն է տանը։ Մենք ունենում ենք առաքումներ, որը վճարումը կատարում ենք հեռախոսով։ Առաքիչը գալիս է անգամ մեր լեզվով չի խոսում։ Մեր օրերում մենք շատ քիչ հնարավորություններ ունենք ծանոթանալու։
դա դուրս է գալիս մեր կյանքից։ Մենք անհաղորդ հասարակություն ենք դառնում քիչ-քիչ։ Այո, եւ այս ամենը բերում է նրան, որ մենք փաստորեն կարիք ենք ունենում նմանօրինակ կազմակերպությունների եւ միջնորդությունների։ Դա լավ է, այսինքն հոգեբանական ասպեկտից, տեսանկյունից դա բավական լավ է եւ ճիշտ է։ Լավ, եկեք ճիշտն ու լավի։ Այդ որակումն էլ չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ իրավիճակները մեզ բերել հանգեցրել են մի կետի, որ հաճախ անձը կարող է դիմել նմանօրինակ կազմակերպությունների։ Ապահով է։ Գիտեք, ապահով է գուցե, որովհետև որոշակի հաշվարկներ, համընկնումներ օգնում են, որ մարդը ապահով ու չափելի դարձնի իր ընտրությունը, բայց ես չգիտեմ, չեմ կարող ասել, թե նմանօրինակ կազմակերպությունների մեջ, օրինակ հուզական կապի ոլորտը ինչքանով է վերահսկվում, որովհետև ինչպես համայնքի միջնորդավորության ժամանակ, նույնն էլ կազմակերպության, կան որոշակի կոնկրետ հաշվարկներ, բայց մենք գիտենք, որ հարաբերությունները հնարավոր չէ հաշվարկել ալգորիթմներով։ Բայց կատարյալների բազա, որը շատ հավաստի է։ Մենք ունենք տվյալների համընկնում, բայց հուզական կապը դա ժամանակի, հուզական փոխներգործության, զույգերի հարաբերությունների միջև առկա կոնֆլիկտների միջոցով լուծվող process է։ Եվ նմանօրինակ կազմակերպությունները, ես կարծում եմ, իրենք կարող են լուծել ովի հարցը, բայց ինչպեսի հարցը։ Ինչպեսին ամեն դեպքում անձը պետք է նրանք որպես զույգ կկարողանան, այո, դա արդեն փաստորեն մնում է։ Քանի որ մեր մոտ տրվում է ընտրելու հնարավորություն, այսինքն ստեղ ես չեմ ծանոթացնում մեկի հետ կամ նույնիսկ երկուսի հետ։ Ես տալիս եմ մի քանի առաջարկներ, օրինակ մինչև 10 օրինակ առաջարկ։ Ասում եմ նայ, այ օրինակ այս աղջիկը այսպեսին է, այս աղջիկա տվյալները այսպեսին են, նկարները, ինֆորմացիան, ընդհանուր ինֆորմացիա, կրթությունը, աշխատանքը, ընտանիքի մասին, ով կա տանը, մաման, պապան, լիարժեք ընտանիքա, թե միգուցե մեկը բացակայում է եւ այլն։ Եվ կրթության եւ ընդհանուր իր մի քանի բարերով իր ներկայացրած ինֆորմացիան։ Ու ըստ դրա արդեն այդ անձը տղան ընտրում է, սկզբից տղան ընտրում, հետո տղայի ընտրած աղջիկան, մենք ներկայացնում ենք տվյալ տղային։ Եվ եթե աղջիկը նույնպես այդ ինֆորմացիան տղայի մասին մենք տալիս ենք բնական նկարները, ում հետ ապրում, ինչ ունի, ինչ կրթություն, աշխատանք, դե բոյ հասակը բնական է։ Եվ եթե աղջիկը նույնպես համաձայնություն տալիս է տվյալ անձի ծանոթանալ, ապա իրենք ծանոթանում են։ Եթե աղջիկը ասում է ոչ, ուրեմն ոչ։ Այսինքն իրանք երկուսով են այդ ընտրությունը կատարում։ Ընտրությունը ընդ որում ծանոթանալու ընդհանրապես։ Իսկ առավել եւս ամուսնության մասին արդեն իրանք երկուսով արդեն հա ծանոթացնելու հետո արդեն իրաք են հանդիպում են եւ որոշում են կամ ամուսնանալ կամ ոչ։ Ռիսկեր չի պարունակում։ Եվ ապահովագրված է ամենը ստացվում այդ առումով։ Ամուսնության ընտրությունը իրանցն է։ Ահա։ Տեկին Իլոնան եւս մեկ հետարքիր բան մեզ պատմեց, երբ մայրերն են զանգահարում թաքուն, որպեսզի զավակը չիմանա եւ խնդրում որպեսզի իրեն զավակին գրանցեն։ Եվ երբ արդեն հա ծանոթացնում եք, ասացիք, որ այնպես են անում, որ չիմացվի, որ դա ի վերջո գործակալությունն է։ Ներկայանում ենք որպես ծանոթի մաման ներկայացնում աղջիկան, որպես ծանոթի ծանոթ, որը իրականում ճիշտ է, ես իր մամայի ծանոթն եմ, այդ աղջիկն էլ իմ ծանոթն է։ Ես կարծում եմ, որ նորից անձի սահմանների խիստ խախտում է սա, որովհետև փաստորեն քո մայրը, քո կյանքի ընտրության այդ ոլորտը շատ այսպես հմտորեն վերահսկողության տակ է վերցնում, կարգավորում է քո մեջքի ետևում։ Չէ, բայց տղան ուզում է ամուսնանալ, բայց չի հասցնում։ Ուզում է ամուսնանալ, զբաղված է, այսպես կարող ենք շատ բաներ նշել, բայց իրականում մենք չգիտենք։ Իրականում մենք չգիտենք ամուսնանում են ու շատ հաջող են ամուսնացած։ Ես միշտ կարծում եմ, որ ինչ որ տարիքից հետո ծնողը պետք է ընդունի իր երեխայի ինքնավարությունը եւ կարողանա մի քիչ հեռու կանգնել։ Բայց երեխան արդեն 40 տարեկան է։ Գուցե հենց մայրիկի միջամտությունն է ի վերջո այդ 40 տարեկան երեխային չէ։ Հասուն անձին բերել այն կետին, որ արդեն 40 չի կարողանում 50-ում էլ է։ Ընտրություն կատարել։ Պետական պատճառներ ասում ես, զբաղված եմ, աշխատանք, կամ գուցե դա առաջին մակերեսն է իմ կարծիքով, բայց ես կարծում եմ, որ եթե դեռ 40-ում մայրը այսպես ներգրաված է երեխայի կյանքին, նորից երեխա ենք ասում, չէ՞, ինչու։ Դե միշտ երեխա է ծնողի համար։ Երեխա չէ, ոչ, ծնողի համար պետք չէ, որ միշտ երեխա լինի, ինչ որ տարիք է գալիս, որ դու պետք է գիտակցես, որ իմ դիմաց երեխա չէ։ Հասուն անձ է։ Կամ գուցե տղան կապված է գախնի մի ինչ որ մեկի հետ, ով չի ցանկանում ամուսնանալ, ով ում հետ չի կարողանում ամուսնանալ սոցիալական տարբեր այսպես նախախնամությունների
պատճառը։ Եթե տվյալ տղայի մոտ կա ինչ-որ մեկը, հա, ապա ինքը էլ չի ծանոթանա։ Նույնիսկ մայրը եթե նկարը աղջիկա ցույց տասի, ուզում ես այս աղջիկայի ծանոթանա։ Ինքը կասի չի մամ, չեմ ուզում եւ Այո, եւ նույնը կասի թե չի ուզում ամուսնու, մարդը չի կա կոնտակտի։ Գիտեք, ես տիպողական ոչ մեկը ժամադրությանը չի կա։ Թերապիայի մեջ էլ եմ շատ հանդիպում այսպիսի մայրիկների։ Իհարկե ես կարող եմ իրենց հասկանալ, որ իրենք օրինակ կարող են զանգել ու ասել, որ ես երեխայիս պետք է բերեմ հոգեբանի մոտ, ձեր մոտ, պետքա բերեմ։ Եվ ասում եմ, քանի տարեկան է ձեր երեխան։ 37։ Մայրիկը։ Մայրիկը։ Ես ունեմ հստակ դիրքորոշում այդ հարցերի շուրջ։ Իհարկե հարգանքս բոլոր այն ընտանիքներին, որ իրենք մայր, տղա, աղջիկ եկել են համագործակցության, որ դիմենք օգնության, բայց եթե այդ ամենը կատարվում է երեխայի մեջքի ետևում, ես Բայց մոր համար ամեն դեպքում երեխա է, Մի չէ։ եկեք քո մայրիկի հետ, ինչպես եք մերժում եք այդ։ Ես ասում եմ, որ գիտեք ձեր երեխա, ձեր զավակը կամ դուստրը ինքը պետք է նախաձեռնի, եթե նա ցանկանում է, թող զանգի եւ մենք կպայմանավորվենք։ Իդեպ այս դեպքում նույնն է, գործակալություն գալիս են ծնողները, մայրը գալիս է հա հասուն զավակի հետ։ Սա ինչպես կա։ Եթե անձանքը գալիս է, դա հրաշալի է։ Բայց տեսեք քիչ առաջվա ձեր օրինակում, որ մայրը կազմակերպում է, պետք է չի որ նա իմանա, դա ազնիվ չէ իմ կարծիքով։ Նայեք ոնց է, ազնիվ չի, այստեղ նայեք, այստեղ ոչ թե սուտ է, այստեղ սուտ չի ասում։ Ես իր մամայի ծանոթն եմ։ Ոչ, դուք կազմակերպություն եք, կոնկրետ իր հետ որոշակի շահեք հետապնդում այդ գործունեությունը կատարելիս, չէ՞, դա ձեր աշխատանքն է, եւ հրաշալի աշխատանք է իրականում։ Այո, բնական է։ Նայեք, շահը որն է։ Ես չունեմ շահ ծանոթացնելու այս կամ այն աղջիկա հետ, հասկանում եք տղայի։ Ես այստեղ, այո, ես ունեմ շահ, որ այդ ընտանիքը կայանա, այո, շահը իմ նաև դրան։ Մարդիկ Սա աշխատանք է, այո։ Այո, բայց այդ շահի համար ձեզ պետք է դիմի չափահասը, ոչ թե իր մայրիկը։ Չափահասը չի գիտակցում ժամանակ չունի։ Չափահասը աշխատում։ Ժամանակ չունի, անհարմար է զգում։ Միշտ էլ այդպես եղել, ծնող ավելի է ուզում որպեսզի ամուսնանա զավակը, քան Անհարմար է զգում, տարբեր այսպես նախապաշարվում զարգացման փուլերը նորմալ է Մարդը չի ամուսնացել, դա չի նշանակում, որ ինքը վատն է, կամ ինչ որ չի ուզում ամուսնանա, կամ միգուցե ուղղակի չի ստացվում։ Իսկ գործակալություն գնալու համար ինքը գործակալություն բառից կարող է վատ զգամ, բայց ծանոթ բառից վատ չի։ Ուղղակի հիմա մենք վարկածներ ենք առաջ։ Այո, Վարկած մեկ քննարկում ժամանակ ենք։ չունի, վարկած մեկ գործակալությունից վախենում է։ Բայց ես էլ կարող եմ բերել որպես մասնակից հազարավոր այլ վարկածներ, որ այս ծնողը այնքան շատ է միջամտում անձի կյանքին, որ ի վերջո այս անձը այլևս ոչինչ չի անում։ Կամ էլ չի միջամտում, հակառակը ոչինչ չի անում եւ շնորհել է կարծես։ Ոչինչ չանող ծնողների երեխաները սովորաբար ի զարմանս բոլորիս շատ ինքնուրույն են լինում եւ լավ ինքնակազմակերպվում են։ Բայց միևնույնն է, ինչ որ միտեղ զգում են բացասական վերաբերմունքը իր ընտանիք կազմելու։ Այսինքն ինչ որ բանով մայրը, հայրը, միգուցե կամ չգիտեմ, հորաքույր, մորաքույրը ցույց են տալիս, եթե տվյալ մարդու հետ է ապրում, որ այ դու ամուսնանաս ես կմնամ մենակ։ Հա, այդ ոչինչ չանելով, այսպես թեթև նուրբ խորն է ուրեմն։ ամենը չի կարող ժամանակ չունի։ Բնական է, այդ մայրը չի գնա գործակալություն եւ չի զանգալու։ Այո, եւ տվյալ դեպքում ցուցաբերելով նեգատիվ, հա, վերաբերվում։ Չի կարող ասել 40 տարեկան է չի ամուսնացել, այդտեղ ինքան շերտեր կան։ Բացասական ամեն դեպքում ցույց կտա, որ դեմ է ամեն դեպքում տղայի կամ աղջկա ամուսնությանը։ Կան չէ էգոիստ մայրը։ Իր մամային էլ կասի չեմ ուզում ծանոթանամ։ Չէ, ինչ ուզում ես արա, մարդը չի ուզում եւ վերջ։ Չի ուզում եւ վերջ։ Այո, դա է մեր դեպքը։ Անջան, իսկ կա նման մարդ, որ չի ուզում ամուսնանալ։ Օբյեկտիվ չի ուզում։ Եկ հասկանանք դա։ Շատ կան։ Մեր օրերում շատ կան, որովհետեւ այն երեխաները, որոնք տեսել են շատ անբարենպաստ հարաբերություններ, ընտանեկան միջավայր, նրանք շատ լուրջ ներքին վախեր ունեն։ Կան անձիկ, ովքեր չեն ցանկանում երեխա ունենալ, նորից նմանօրինակ սցենարների պատճառով եւ հենց թերապիան դրան է օգնում, որ մենք դուրս ենք բերում անձի վախերը, գիտակցելի ենք դարձնում, որտեղ անձը կարա գիտակցական մակարդակում ասի ուզում եմ ամուսնանալ, բայց հենց որ սկսվում է հարաբերություն, ինքը իր ձեռքով այդ հարաբերությունը քանդում է։ Հանի սկայ ընտանեկան բերիտակ մտնելու այդ հա վախը դա միֆ է թե իրական։ Մեր օրերում դա շատ իրականում ակտուալ եւ լուրջ թեմա է, որովհետեւ այո, այսօր
Եթե չխոսենք անգամ ամուսնությունից, երեխա ունենալը շատ թանկ հաճույք է։ Ամուսիններից ոչ ոք չի ցանկանում հրաժարվել իր կյանքից, իր գործունեությունից, ռեալիզացվելու շանսերից, եւ ով պետք է մնա տանը պահի երեխային, երկուսն էլ ուզում են աշխատեն։ Okay, եթե պիտի աշխատեն, արդեն հաճախ ուզում են երեխային տանեն խմբակների, ուզում են երեխաներին տանեն վճարովի դպրոցներ եւ հաշվարկ են անում եւ ասում են, չէ, մենք դեռ պատրաստ չենք։ Ու դեռ կարող է լինել 40 տարեկան երեխա չունենալ։ Ամուսնությունն էլ է այդպես։ Հաճախ զույգեր ուզում են առանձին ապրել, հաճախ ուզում են ունենալ որակյալ կյանք, շրջագայել եւ նմանօրինակ հաշվարկները երբեմն իսկապես տանում են նրան, որ անձը չնախաձեռնի։ Երբ հաճախ հարցնում ես զույգերի, ոչ թե զույգերին, երբ հաճախ հարցնում ես անձին, տղամարդ թե կին, ինչու չես ամուսնացել, լսում ես հետեւյալ պատասխանը. չեմ գտել իմին։ Չէ, հաճախ եմ, չեմ գտել, չեմ հանդիպել։ Ոնց հանդիպեմ, որտեղ գտնեմ։ Ինչ է նշանակում չեմ գտել, այսինքն ցանկություն կա, չեմ գտել, բայց երբեք չես տեսի, չեմ ուզում ամուսնանալ։ Ես երբեք չեմ լսել նման պատասխան։ Ինչու չես ամուսնանում 40+ մարդուն, 35+ մարդուն, անձին։ Չեմ ուզում ամուսնանալ։ Բերում է օրինակներ, Դեռ չեմ գտել։ չունեմ, շենքում չկա, ընկերական շրջապատում չկա։ Դեռ, որովհետև իրենցից ամեն մեկը կարող է ունենալ ինչ-որ ցանկ նորմատիվների, որին այդ անձը ում որ պետք է ինքը համարի գտնված, պետք է համապատասխանի։ Օրինակ, եթե մենք գալիս ենք նորից եթե գալիս ենք միջնորդավորված ամուսնություններին, ով չգիտի, որ այսօր շատ հարուստ ընտանիքները ցանկանում են օրինակ ամուսնությունները կազմակերպել իրենց շրջապատի ներսում։ Օրինակ այդ անձը գիտի, որ եթե ինքը պետք է մեկի հետ ամուսնանա, դա պետք է, չգիտեմ, կարողություններ ունեցող անձ լինի։ Եթե ոչ նման մեկը, ապա ոնց պիտի բերի տնեցիք հետ ծանոթանա։ Արդեն կա մի կետ, որ մենք նայի մեր սոցիալական կարգավիճակը, մեր դիրքը պետք է համապատասխան լինի։ Հաճախ աղջիկը կարող է ասել, ես ուզում եմ բարձրագույն կրթությամբ, լավ կայացած, այս կյանքում իր տեղը արդեն իսկ գտած անձի։ Ինչ չի գտնում նման օրինակ անձի։ Այսինքն երբ որ ասում եմ չեմ գտել, մենք փորձում ենք հասկանալ ինչ է փնտրում։ Մենք քիչ առաջ զրուցելուց հասկացանք, թե հաճախ ինչ եմ փնտրում, դրանցից մի քանի կետ կուզենայի առանձնացնել, այստեղ հնչեց, որ կայացած մարդիկ փնտրում են նույնպես կայացած մարդկանց, հասուն մարդը, եւ իհարկե տարիքի մասին շատ խոսք գնաց, այստեղ հասուն տղամարդիկ շատ հաճախ ուզում են երիտասարդ կին։ Եվ իհարկե այստեղ երեխայի բացակայության մասին խոսք գնաց։ Սա ինչ է, հայկական մենտալիտետ թե մարդկային գործոն։ Այն, որ մենք բոլորս էլ մենք նորից ձեր հաղորդումներից մեկում խոսել ենք, ինչու են մարդիկ նախընտրում ապահով հարուստ, ընտրություն կատարել, որովհետև դա երբեմն ապահովության երաշխիք է, որ երբ որ անձը ֆինանսապես թեկուզ ապահոված է, աշխատանք ունի եւ այլն, այն կենցաղային խնդիրները, որը մեզ կարող է սպառնալ, գոնե դա իմանում ենք, որ չի լինի։ Ապահովության մի հատ փոքրիկ երաշխիք է, որը մարդը փորձում է ստանալ։ Իսկ ընդհանուր այդ հաշվարկները շատ նորմալ է, կապ չունի դու ինչ ազգի ներկայացուցիչ ես։ Եթե դու ինտելեկտուալ անձ ես, դու սկսում ես հաշվի նստել իրականության հետ, չէ՞ որ ամուսնությունը դա միայն սերը չէ, միայն այսպես էմոցիան չէ, դա կենցաղ է։ Եթե հանրագումարի բերենք, շատ լավ է, որ ամեն դեպքում կա միջնորդներ, պարզապես գնաս դիմես եւ ունենաս հնարավորություն տեսնելու մարդկանց, ովքեր ապագայում կարող են դառնալ քո կյանքի կեսը։ Մարդը հավանում է։ Ես ուզում խոսենք չհավան մարդկանց մասին։ Այո։ Մարդիկ ովքեր ասում են այո, բազմիցս հանդիպել եմ, հիմա էլ եմ հանդիպում, բայց ոչ մի քիչ չեմ հավանում։ Նույնը Իլոնան, դու գուցե ցույց տաք 10 հոգու, 20 հոգու, բայց մարդն ասում է ոչ մի քիչ չհավանում։ Մայրը կարող է ասել, չէ, սա քողարկված բացասական պատասխան, թե մարդը չի ցանկանում այսպես հոգու խորքում ամուսնանալ, պարզապես առաջին պատճառը, որ չեմ հավանում։ Այո, դուք արդեն իսկ շատ լավ նշեցիք, պատճառները շատ տարբեր կարող են լինել։ Օրինակ անձը կարող է ունենալ շատ պերֆեկցիոնիստական հակումներ եւ իրականում ամեն ինչի մեջ ինքը կարող է գտնել ինչ-որ մի բաց թողում, մի վրիպում, որի համար սա էլ այն չէր եւ այդ իդեալիստական մղումները իրան բերում են միայնակության արդյունքում։ Դա մեկ, կարող է լինել, որ անձը իրականում վախենում է հարաբերություններից եւ ասել, որ իմ ուզածը չէր, ամեն դեպքում չհավանեցի, դա շատ լավ արգումենտ է համոզելու, որ ես ուզեի, բայց հարմար չէր։
Դա էլ կարող է։ Այդպես եղել է, որ ցույց տակ մի 10-20, ահա, եւ ոչ չէ, ինչ։ Հավատացեք, որ երևի 1-2 անգամ այդպեսի բաներ են։ Հիմնականում չէ։ Եվ հեռացել է այդ անձայլերս չի դիմել։ Հա, եւ հեռացել է, պատյասեք ես ինքս եմ հեռացել։ Իսկ հետո իմացել եք գտել է արդյոք այդ անձը։ Չէ, այդ մարդուն չեն գրանցել, դրանից հետո ես ճիշտ ասած չեմ իմանում, բայց թե դա արդեն իրոք մեր հոգեբանի ասածն է, կամ ինքը ինչ որ ներսում ինչ որ խնդիր ունի, неуверенность, это его неуверенность։ Ինքը վախենում է, ինչ որ իրան չհավանեն ու դրա համար առաջինը ինքն է։ Բայց վախենում է բարձրաձայն ասել չեմ ուզում։ Այո, վախենում։ Գուցե դա գիտակցված չի անգամ որ չի ուզում, հա, դա Չասում ես ուզում եմ, բայց չեմ հավանում, ուզում եմ։ Գիտակցական մակարդակում ուզում է։ Գիտակցական մակարդակում բարձրաձայնում է այդպես։ Գուցե անձը վախենում է պատասխանատվության ստանձնումից, սա էլ է շատ տարածված։ Եւ նման ձևակերպում է տալիս, եթե իմին գտնեմ, եթե զգամ, որ իմն է, բայց մեկը իմին Կամ ժամանակը դեռ չի եկել գտնելու։ Դրանք ուղղակի ինձ թվում է արտաքին քողարկող ինչ որ էլեմենտներ են, որի հիմքում խորքում ընկած են լինում վախեր, ինչ որ համոզումներ, դիրքորոշումներ, որի պատճառով անձը անդադ նորից հիշում եք ասում էի կարող է անգամ հանդիպել ինքն իր ձեռքով վանել այդ անձին։ Բոլորն ունեն իրենց կեսերը, թե կան մարդիկ, ովքեր հակված են կամ ոչ թե հակված են, դատապարտված են մնալ կամ լինել միայնակ։ Չգիտեմ։ Դա շատ վատ բան է։ Ես կարծում եմ միայնակությունը շատ վատ բան է։ Կարծում եմ բոլորն էլ ուզում են ամուսնանալ, բոլորն էլ ուզում են իրենց ձգտում։ Դա նորմալ, adekvat մարդ է, ինքը ուզում է անպայման ունենա ընտանիք, ունենա բալիկներ, դա նորմալ է։ Եվ հակառակ աննորմալը կարծում եմ, բայց թե էլի չենք գնահատում, հա, մեր գնահատական։ Դե մարդի ամեն անձ ինքն է որոշում։ Չէ, հարցը հնչեց արդյոք ամեն անձ ունի իրենը։ Մենք դա չգիտենք։ Դա ուրիշ թեմա է եւ ուրիշ այո։ Սուրբ գրքում մենք տեսնում ենք հետաքրքիր օրինակ, երբ որ ներկայացվում է Եդեմը, Եդեմական պարտեզը, Ադամը որպես առաջին մարդ ապրում էր Աստծո ներկայության մեջ։ Կարծես նա Եդեմական պարտեզում է եւ Աստծո ներկայության մեջ ամեն բան կա։ Բայց գրված է, որ Ադամը մենակ էր։ Եվ ինչ անում գիտենք հայտնի պատմություն։ Անկամ Աստծո ներկայության մեջ դու առանց կողակցի կարող ես զգալ միայնակություն։ Եվ միշտ ասում են, չէ, ուժեղ տղամարդու հետևին, հաջողակ տղամարդու հետևին միշտ կանգնած է հաջողակ խելացի կինը։ Եվ այդպես է։ Եվ իհարկե հակառակը։ Եվ հակառակը։ Բնությունը վերջերս է լրացնելով մեկը մյուսին կարան հասնեն, այո, իմ երկուսը ուժ են, ընտանիքը դա արդեն շատ ուժեղ գործիք է։ Ես առաջարկում այս պահին զանգահարել պատական հեռուստատողը եւ փորձենք հարցնել ինչ է մտածում հեռուստատողը միջնորդավորված ամուսնությունների եւ սիրո մասին առասարակ, եթե դեմ չեք։ Սիրով։ Փորձենք հավաքել յուրաքանչյուրս 1-2 թիվ եւ կապ հաստատենք պատահական հեռուստատողի հետ։ Ալո։ Ողջույն։ Ողջույն։ Կարող ենք ձեզ մեկ հարց ուղղել։ Այո։ Ինչպես եք վերաբերվում միջնորդավորված ամուսնություններին, եթե զույգերին ամուսնացնելու համար Ոչ, շնորհակալ եմ էլի ստեսություն։ չեն պատասխանել, ուրեմն ասեմ ձեզ, եղել է մի հատ հաղորդում, ու այն, կստати, մեր հաղորդումից հետո ուղղակի Պաուլիցը մտախadili, իսկ հարցում են, բոլորն էլ ասում են, չէ, ես ինքս եմ ամուսնանալու, ես ինքս եմ գտնելու իմ երկրորդ կեսին, բայց ամենախոխման գիտեք ինչումն էր, դրանցից մեկը իմ հաճախորդն էր, որը ես ամուսնացրել եմ, ես անձամբ, ու ինքը ասեց, ոչ մի դեպքում, ոչ մի դեպքում պատահականությամբ հասկանում եք, դրա համար ասում, երևի այս Սա ինչի մասին է բայց շատ լավ խոսում։ բաներ ասես որ անջա։ Լավ է, չեմ խոսի, կամ բացասական եմ վերաբերվելու, Սա ինչի մասին է խոսում։ Ինչն է անմոտ, ինչն է անհարմար, այսինքն Կարծում եմ որ դա ցույց է քո անկարողության, անճարության, Հա, իրենք որ դու չես կարողացել։ Դրան եմ հասել ես։ Դա նույնիսկ իմ մոտ գալիս են, ասում են ես դրան էլ հասա։ Եկա ձեր օֆիս, որտեղ իմ մոտ չի ստացվում։ Գաբրինը երբ տեսնում են տեսախցիկով անձին եւ փորձում են փախնել։ Սովորաբար դա հատուկ է իգական սեռին, թե արական։ Ինչու եմ ես սա հարցնում։ Որովհետև տղաների շրջանում շատ են, չէ՞, տղամարդիկ ասում են մի լավ աղջիկ չկա, ծանոթացես, բայց հարցնես չի պատասխանում։ Չեն պատասխանում, չէ։ Բայց իրականություն նրանում է, որ բոլորն էլ ուզում են ամուսնանալ։ Ուղղակի ու ընդ որում ասում են, ես կուզենամ, բայց երբ որ մենք արդեն ծանոթացնում ենք, ամուսնացնում ենք իրանք ծանոթներին ուղարկում են մեզ մոտ ու ասում են
ինձ էլ հետո զանում են։ Մենակ Ես չեմ ասել, որ մենք ձեր միջոցով։ Ես ուզում հարցնել այ մասնագետին, սա փակ թեմաների շարքին է դասում այս թեման։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում սա շատ խոցելի թեմա է, հա, որովհետև նորից սա ցույցիչ է անձի անկարողության, չստացված ինչ-որ ոլորտների, հա, ինքնավարության, որ ես ինձանից դուրս դիմում եմ, որ իմ կյանքի կարևոր մի ոլորտ իրականացնեմ, հաջողության հասցնեմ։ Միթե ես ունակ չեմ, Ես մի կոմպլեքս եմ նկատել, երբ չամուսնացած մարդիկ հայտնվում են որևէ շրջապատում եւ բոլորը սկսում են հարցնել երբ է ամուսնանալու, երբ է ամուսնանալու եւ կարծես կոմպլեքսը ձևավորում, որ մի հարցրեք ինձ։ Սա ինչ խնդիր է։ Նորից սոցիալական սպասումներն են, որը մարդուն այսպես տանջում է, անընդհատ ինքը գիտի, որ իրեն սպասում են, որ ինքը պետք է ամուսնանա, աղջիկ թե տղա։ Հա, կա ինչ-որ տարիք, անգամ լռության մեջ անձը հասկանում է, որ եթե ես հասել եմ այդ տարիքին, սպասում են բոլորը, որ դա պետք է տեղի ունենա։ Եթե երիտասարդը ունի մի փոքր ավելի ծեր ծնողներ, նա հասկանում է, որ իմ ծնողների ցանկությունը ինչ է, տեսնել իմ երջանկությունը իմ երեխաներին, եւ այսպես, բայց մենք պետք է գիտակցենք, որ ամուսնությունը դա խանութ չէ, որտեղ դու կարող ես գնալ եւ վերցնել։ Ես նորից եմ կրկնում, հոգեբանության մեջ շատ կարևոր է հուզական կապը, շատ կարևոր է, որ մենք ավելի բնական ճանապարհով կարողանանք հասնել այդ հարաբերությունների այդ կետին, ընտրության։ Իհարկե ես իրոք դեմ չեմ Եթե բնական ճանապարհով չի ստացվում։ Այո, ես նշեցի մեր օրերում ինչքան դժվար է։ Վերջո նայեք, ես կուզենայի նաև ավելացնել, ձեզ հետ համամիտ եմ։ Ուղղակի կուզենայի ավելացնել, որ յուրաքանչյուր մարդ ունի իր շրջապատը։ Եվ որքան էլ լայն լինի այդ շրջապատը, միևնույն է, եթե այդ շրջապատում չկա քո ուզած մարդը, որ ամուսնանաս, ապա պետք է կարելի է օգտվել այլ մարդու շրջապատից։ Այդ մարդը ասում եմ բուհում չկա։ Դա կոչվում է էքստրա սոցիալիզացիա, որ դու քո հարևանությունից, կոլեկտիվից, դպրոցից, մյուսից դուրս գտնում ես մի միջավայր, դա կարող են ակումբները լինել, նմանօրինակ կազմակերպությունները լինել։ Ես ինքս դեմ չեմ։ Ուղղակի նորից նշեցի ռիսկերը, որ նմանօրինակ միջավայրերում անձը կարող է ներկայանալ ընտրողական, ներկայանալ որոշակի դերային ինչ-որ համատեքստում։ Եվ իսկ մենք չգիտենք ինքը իրականում այլ միջավայրերում ինչպիսին կարող է լինել, բայց սա մեր կյանքի ռիսկերն են, որը ցանկացած հարաբերություններ։ Ուզես թե չուզես անցնում ես կյանքում այդ փուլերը։ Անի ինչ որ կտակ շրջապատի այդ մարդկանց կարելի է հարցնել թե ոչ անձին երբ է ամուսնանում։ Ես կարծում եմ, որ դա կորեկտ հարց չի։ Ասում եք մեր սիրտը ցավում է, շատ ենք սիրում իրեն, բայց չիմանանք երբ է ամուսնանում, չէ՞, այդպես է։ Դա սահմանները խախտող հարց է նորից, անձնական տարածք ներխուժող հարց է, եւ ես կարծում եմ, որ մենք պետք է տակտ ունենանք, նրբորեն։ Անկամ եթե դու շատ մտահոգ ես, դու մի պահ պետք է մտածես, որ եթե մինչ այսօր նա չի ամուսնացել, ուրեմն իր համար էլ է դա ցավոտ թեմա։ Կամ օրինակ ասում են, երբ ես երեխա ունենալու։ Հա, դա իհարկե անտակտ է։ Իսկ արդյոք տակտ պարունակում է իր մեջ հարցը, իսկ ինչպես ծանոթացաք։ Ես բազմիցս կարծես թե ում տեսնում եմ, այսպես փոքրուց մանկուց հետաքրքիր կյանքի պատմությունը։ Միշտ հարցնում էի դա որտեղ տեսար, ինչպես ծանոթացա։ Մարդիկ սիրում են եւ մարդիկ այնպես հաճույքով են, անգամ եթե տվյալ մարդու հետ այլևս չի ապրում, շատ գեղեցիկ էսպես հիշում է ինչպես ծանոթացրեցին կամ ծանոթացան։ Եվ դա անգամ շատ հոգեախտորոշիչ է, դիագնոստիկ է, որովհետեւ երբ որ անձը այսպես մի պահ քո հարցից այսպես երջանիկ սկսում է հիշել, վերադառնում է ինչ որտեղ, մենք հասկանում ենք, որ սա մի հարաբերություն է, որը դեռ ապրում է ու կենթանի է։ Բայց այդ հարցից երբ որ դու տեսնում ես ցավ, ափսոսանք, անգամ դրվագներ կա չի էլ հիշում, մենք հասկանում ենք, որ այստեղ մի բան է, որը ավարտված է։ Իսկ երբ ներողություն մի հատ էլ ասեմ, էլի, սա շարունակեմ, իսկ երբ չի ուզում պատասխանի անձը տվյալ հարցին, ընդամենը մեկ հարցով է պատասխանում՝ պատահական։ Նորից ցուցիչ է։ Նորից։ Ես հակառակ օրինակ բերեմ, երբ հանդիպում ենք զույգի հետ հարսնյաց հանդեսից առաջ եւ պետք է որպես հանդիսավոր գրեմ love story-ն, ինչպես ծանոթացան, ինչ հետաքրքիր պահեր են եղել, շատ-շատերը կտրականապես դեմ են, որպեսզի պատմեն իրենց սիրո պատմությունը։ Եւ ասում պետք չէ այդ մասին բարձր խոսել եւ հրապարակել։ Չաթով։ Հիմա շատ տարածված է, հա, շատ։ Բայց ոմանք են ասում, այո, ծանոթացել են սոցհարթակի միջոցով։ Խոցելի հարցեր են։ Միջնորդության մասին պատմում են, մեզ միջնորդեց։ Այո, որ մեզ ծանոթացրեց մեր այսինչ ընկերը, այնինչ ընկերը եւ ասում են կարելի է ողջունել, ասում այո։ Հիմա չեն ամաչում։
ասում են, որ սոցցանցերով են հարթակներով են ծանոթացել, բայց այն ժամանակ օրինակ մի 20 տարի առաջ դա ամոթ էր։ Ու ամենապրադվինուտի մարդիկ են ցանցերը մտնում, բանս է ծանոթանում։ Հա, ու դա ամոթ էր այն ժամանակ։ Իսկ հիմա наоборот, դա շատ իսկ շատ ավելի առաջ, այսպես ֆոլկլորային էլի պետք է նշեմ տարբերակով նման օրինակ մարդկանց ասում են, կարծես թե ես հիշում եմ մայրիկս էր ասում 7 ծովի մերան։ Լսել եք այդ արտահայտությունը, այսինքն բոլորին այսպես համախմբող, միացնող, այսինքն դա եղել է, հա, այդպես վաղուց շատ, բայց հետո էվոլյուցիայի ընթացքում կարծես թե վերափոխվել է, հետո ամոթ է եղել, հետո ամոթ չի եղել, հիմա նորից ամոթ է, հա, անընդհատ ինչ-որ այսպես։ Միևնույն է, ես կարծում եմ ամենաազատ թվացող հասարակությունները նույնիսկ ամուսնությանը վերաբերվում են որպես սոցիալական ինստիտուտի։ Եվ շատ բարդ ինստիտուտ։ Այո, բարդ ինստիտուտ։ Այո։ Իդեպ նրանք ովքեր չգիտեն, որ Հայաստանում կա ամուսնական գործակալություն, դուք կարծես թե ձեր մասին չեք խոսում, չեք գովազդում, եւ ինչպես ձեզ կարող են գտնել, հիմա շատերը լսեցին եւ ասացին, «Ո, այսպեսի բան կա, փաստորեն չենք իմացել»։ Այո, մեզ կարելի է շատ հեշտ գտնել, որովհետեւ մենք ունենք կայք, որը կոչվում է armhappy.com, 3w armhappy.com։ Դա մեկ։ Եվ կարելի է ուղղակի զանգահարել Viber-ով, WhatsApp-ով, հա, ցանկացած եւ հեռախոսով +374 77 47 16 60։ Ամրույսը վարին գրեք, մենք կտրամադրենք տվյալները ձեր երջանկությունը գտնելու համար։ Շատ շնորհակալ ենք նման հետաքրքիր կարծիքների համար մեր սիրելի հոգեբանին, ով մի շատ մաչելի եւ շատ գեղեցիկ ներկայացնում է խնդիրը եւ խնդրից դուրս գալու կարեւոր ճանապարհները եւ իհարկե ձեզ որ շատ լավ գործ եք կատարում իրականում։ Սիրո կենացը։ Միացնելով սիրող սրտեր, այո։ Ալիքների կենացը։ Երշանեք, իսկ մենք կհանդիպենք արդեն մեկ շաբաթ անց։ Լավ մնացեք։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վանարդի ընկերություն, գործընկեր Միլա Խնամքի տուն, գործընկեր Level 8 հանգստի գոտի։